Բարև ձեզ քույրերի և եղբայրներ, բարև ձեզ հարազատներ, 26 տարի առաջ մեր ազգը ունեցավ մեծ ողբերգություն, մենք կորցրեցինք մեր պետականությունը, որը նոր էր ձևավորվում պատերազմից հետո, շատ ցավալի է, բայց դա փաստ է, ով է դա կատարել, իհարկե մեր թշնամիները, բարեկամները նման բան չեն անում, իհարկե մեր թշնամիները, իսկ մեր թշնամիները ամենայն դեպս յուրաքանչյուր հայի պարզա ովքեր են և իհարկե պոչը ընդելից է աճում, երբ մենք հաղթահարում էինք, հաղթանակ ունեինք, այդ հաղթանակը չֆիքսվեց, հաղթանակը ֆիքսվում է ակտ կապիտուլյացիայով և խաղաղության պայմանագրով, ոչ դա կատարվեց, ոչ էլ երկրորդը, ակտ կապիտուլյացիան կլիներ, եթե մենք Բաքու հասնեինք, սակայն առաջին նախագահն իր ելույթներից մեկում ասեց, ինչ կտար, որ մենք Բաքու հասնեինք, հա, այն պահին մենք կարող էինք, բայց դա ոչինչ չէր տա, մի մարդ, որ տենց մտածելակերպ ունի, իսկ ես կարծում եմ բավականին ուրիշ սիտուացիա կլիներ, փառք Աստծո, որ ես ճանաչել եմ և Վազգեն Սարգսյանին, և Կարեն Սերոբովիչին, Կարեն Սերոբովիչը հորս մտերիմ ընկերն էր, իրար հետ իրանք շփվում էին, հաճախ ես տեսնում էի այդ շփումները, Վազգեն Սարգսյանի հետ մենք շատ մոտ էինք պատերազմի ժամանակ, հետո մեր մեջ մի քիչ վեճ առաջացավ, 93 թվին ես գնացի Հայաստանից, սակայն 97 թվին անձամբ իր հրավերքով եկա Հայաստան և մենք մտածում էինք նոր պետություն ստեղծելու, 98-ին արդեն դոկտրինան էին գծել, ես այդ ժամանակ Անի հյուրանոցում էի աշխատում, ու սպասում էի նոր պետական պետության ձևավորման մեխանիզմը ստեղծենք, սակայն եղավ այդ կատաստրոֆան, ու մեր պետությունը այդ օրը ջնջեցին, ու այդ ջնջողներից մի մասը այսօր պարլամենտում է, պարլամենտում պիտի լինի նոր պարլամենտում 26 ՔՊ-ի իշխող իշխանության ապոզիցիան պիտի լինի այն ուժերը, որը ղեկավարվում է Արման Բաբաջանյանի կողմից, Հանուն Հանրապետության կուսակցության և Վազգեն Սարգսյանի եղբոր կողմից Արամ Սարգսյանի, որը նույնը 26 տարի է պայքարի մեջ է, առնվազն 26 տարի է պայքարի մեջ է, ու ես այդ երկու ուժերին իմ հնարավորության սահմաններում օգնում եմ և օգնելու եմ ինչով կարողանամ, թե իմ գիտելիքներով, թե իմ հայրենասիրությամբ, ինչով ես կկարողանամ կօգնեմ, և ես համոզված եմ, որ նոր պարլամենտում, որը ձևավորվելու է 26 թվականին, այն ուժերը, որ ուզում են մեր պետությունը, տանեն մեր թշնամիների գիրկը, դա իրանց չի հաջողվի, դա կլինի լավագույն պատասխանը ժողովրդի կողմից ի հիշատակ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին, շնորհակալություն ուշադրության համար, ձերդ հետանոց Տիգրաններ։